Տեր Հիսուսի պատվական անունով ձեզ ողջունում ենք, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Ձեզ հայտնի է, որ հայտնությունը խոսում է հոգևոր նյութերի մասին։ Մեր գլխավոր նպատակը, որպեսզի հայրենիները ճանաչեն ճշմարիտ Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, որ երկինք ու երկիր ստեղծող Աստված է, որ նաև ամեն մարդու փրկիչն է։ Տեր Հիսուսի անձը, նրա կատարած գործը, գալիք ապագայի մեջ տեղ ունեցող իրադարձությունները, այս մասին շատ ենք խոսել, եւ Տերը տա, որ միջև իր գալուստն էլ կարողանանք հնարավորություն ունենանք այդ մասին խոսելու, որովհետեւ հավատում ենք, որ վերջին ժամանակների մեջ ենք ապրում եւ այն նշանները, որ Տեր Հիսուս տվեց, այսօր մեր կյանքերի մեջ իրականություն են դառնում։ Սիրելիներ, հաճախ ջանում ենք նաեւ Աստծո խոսքը կապել պարզ մեր կյանքի հետ։ Եվ Աստծո խոսքը վարդապետությունից զատ իր մեջ ընդգրկում է նաև գործնական սկզբունքներ։ Խոսել ենք մի շարք սոցիալական հարցերի մասին, մանավանդ այն հարցերի մասին, որոնք չարիք են ներկայացնում։ Այսօր պիտի խոսենք մի շատ կարևոր նյութի մասին։ Ցավոք սրտի պիտի ասենք, այդ չարիքը նաև մեր ազգակիցներին էլ է իր մեջ ընդգրկում։ Ճիշտ է, մենք ավելի պահպանողական լինելով արևմտյան բարքերը մեր վրա այդքան էլ մեծ ազդեցություն չունեն, մանավանդ հայրենիքում, ասենք արևմտյան երկրներում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ձուլման process կա, հետևաբար արևմտյան բարքերը ավելի զգալի են մեր երիտասարդների, մեծահասակների վրա։ Այնուամենայնիվ, ամեն մեկ երիտասարդի կորուստը մեր սրտին ցավ է։ Ուստի Աստված առաջնորդեց այսօր, որ այս կարևոր նյութի մասին խոսենք։ Միասեռականություն։ Ինձ հետ միասին է Զարե եղբայր Աստուրյանը, որ մի քանի անգամ մեր հաղորդումների մեջ իր մասնակցությունն է բերել, շահավետ, եւ այսօր էլ հուսանք, որ այս նյութը իր հետ քննարկելով մեր սիրելի հայրենակիցներին շինություն պիտի լինի, թերևս Տերը տա, որ ոմանք այդ չարիքից ազատվեն։ Խնդրեմ Զարե եղբայր։ Շնորհակալ եմ Վարդան եղբայր, այս արդեն համար հացյալ միասին լալու։ Փակ Տիրոջը։ Նախ մի դուզե եսել, որ այս նյութը, որը մասին պիտի խոսենք, թյուրին նյութ չէ եւ շատ հարմարալ չէ հերադեսիլեն խոսիլը։ Ես գիշեմ գարմ դարներ առաջ նույնիսկ սերբ շրջանակներում մեջ մարդիկ ամոթ կսեբեին այս նյութը խոսիլ, սակայն դժբախտաբար կգտնվենք վիճակներում մեջ ասիագրի մեջ ուր հերադեսիլի վրա ֆիլմերում մեջ նույնիսկ փոքրերուն դպրոցներում մեջ ասնյութը գսորվեցնեն եւ մենք բարդական գսկանք ասնյութի մասին խոսելու այսպես բացեն փապակով որ թերևս մեր սերունդին օգտակար գլանք եւ զիրենք կնանք բրգել այս վիճակներեն եւ ասոնց հետեւելեն շնորհակալ եմ արիթին համար Զարե եղբայր, եթե հնարավոր է նախ բացատրությունը տվեք խնդրեմ, ինչ է ընդհանրապես միասեռականությունը։ Ասե որ գնանք բացատրել։ Միասեռականությունը կյանքի ընթացքն է։ Ուր դղամարդը եւ գինը որպես ամուսին եւ գին իրարու հետ բնական սերային հարաբերություն ունենալու փոխարեն Սերային հարաբերություն ունենան նույն սերի պատկանող անձի հետ, այսինքն դղան դղումը հետ, աղջիկը աղջիկա հետ։ Անգլերեն լեզվով դղու բարակային գեյ գոչեն ասպիսիներից աղջկան բարակային լեսբիան գսեն։ Այս սոցիալական չարիքը մեծ զարգացում ունի։ Եվրոպական մի շարք երկրներ, ինչպիսին ասենք Հոլանդիան, Բելգիան, կաթոլիկ Իսպանիան, Կանադան ընդունեցին միասեռականությունը որպես նորմալ ապրելաձև։ Դժբախտաբար։ Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում այդ հարցը դրված է օրակարգի վրա եւ միասեռականները սենատորների եւ կոնգրեսմենների միջոցով բավական աշխատանք են կատարում, որպիսի այն դառնա օրինական ապրելաձև։ Եվ իրապես սա վտանգավոր մի երևույթ է։ Անշուշտ։ Եթե օրինականացավ, հետեւաբար
չես էլ կարող անգամ այն այպանել, ասել, որ սա սխալ ապրելաձև է, որովհետև օրենքի առջև հանցավոր պիտի գտնվես։ Այո, դժբախտաբար այդպես է։ Եվ նման իրականացման գնացողները տարբեր տեսակի պատճառաբանություններ են բերում, որպիսի արդարացնեն այդ ապրելաձևը։ Ինչպիսի պատճառաբանություններ օրինակ դուք գիտեք։ Գարմը դեսագետներ ներկայացված են։ Անոնց մեկը հետևյալն է, թե այս միասեռական ընթացքը անոնք որոնք այս ճամփու մեջ են, ասի իրենց մեջ փնածին ընդունակություն է։ Այսինքն իրենք այդպես կծնին, ոչ թե իրենք այս ընթացքը գնդրեն, այլ եւ որ գծնին իրենց մարմնի գազմվածքը բնականաբար այդ հագումը ունի եւ ադիգա իրենց բնական ընթացքն է եւ ոչ թե ընդրությունն է որ գնեն։ Ասի բացառությունները մեկն է, դեսագետները մեկն է։ Ուրիշներ գսեն թե ասիգա հոգեբանական պատճառներու արդյունք է։ Օրինակի համար եթե գսեն հայր ճուներ բզդիգը եւ առանց հոր մեծավ ամուսնալուծված ընտանիքի մի եկավ կամ հայրը չափազանց խիստ էր գսեն at իր մեծած ծևեն գախում ունի որպես հոգեբանական վիճակի արդյունք դղան կամ աղջիկը ասպիսի ընթացք կնդրե ուրիշ տեսանկյուն մնակ ներկայացվի գսեն որ անոնք որոնք այս ճամփան բռնած են միասեռականներ բադանիներուն իրենք գսորվեցնեն ասիգա եւ որ բադանին արի հետաքրքրություն իրենց մեկ քիշերային մեկ կորզություններում ներկա գտնվի հոնզին կգքաչալերեն որբեսի ադոր մեջ մտնե եւ փորձելով դեսնե թե ինչպես է անանգով ատուտյունը գբրնե ասպիսի դեսագետներ ներկայացված են մենք քիչ հետո վիդեոմը պիտի տեսնենք եւ անոր մեջ պիտի լսենք անհատներ որոնք այս ճամփուն գեհդեվեին եւ թարցած են անգե եւ իրենց փորձառությամբ ճշմարտությունները մեզ պիտի հաղորդեն եւ հոն իրենց փերնով գրնանք տեսնել թե այս տեսակետներն որոնք հիմ ունին ճշմարտաբես սակայն ես պիտի ուզեմ մեր շարքյունը դարձնել աստվածաշունչին այո որովհետեւ աստվածաշունչը աստուքի մասին գխոսի եւ հստակ բացատրություն կտա թե ասիկա ինչու գբադահի եւ ինչ որ աստծո խոսքը գսե հետեւյալն է թե աստված մարդուս թե սրդին մեջ եւ թե փնության մեջ շատ դերեկություններ տրած է շատ փաստեր տրած է երևելի որոնց միջոցով մարդ կգնա գիտնալ որ աստված գոյություն ունի սակայն երբ մարդ առած ասփոլորը դեսնելով իր սրդի մեջ գուրանազ աստված եւ գմերժես աստված իր միտքը գխավարի եւ երբ որ իր միտքը գխավարի աստված ինքը գթույլադրե որբեսի ասպիսի սխալ ուտյուններու երթա եւ մոլություններու բռնվի որբես արդյունք իր աստված մերժելուն այո ես պիտուզեմ ուղագի աստվածաշունչեն աթհալվածեն մաս մգարտալ այո որբեսի մեր սիրելիները դեսնեն թե ասիկա մարդկային քաղաքարը չէ որ միան գուտանք այլ աստծո խոսքին բացառությունն է տեսեք ինչպես է գարտան աստծո վրայով գիտնալու բանը մարդոց մեջ հայտնի է որովհետև աստված անոնց հայտներ է քանզի աներևույթ բաները աշխարհի ստեղծվածներով գիմացվին գտեսնվին այսինքն իր մշտնչանավոր զորությունը ու աստվածությունը որպես անպատասխան մնան վասնզի իրենք զասված ջանչնալով աստուծո պես չփարավորեցին կամ շնորհակալ չեղան հապա իրենց խորհուրդներում մեջ ունայնացան եւ սրդերնին անմտությունով խավարեցավ որոնք աստուծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին ու երկրպագություն եւ ճաշտոն մատուցին ստեղծվածներուն քան թե ստեղծողին որ հավիդյան օրհնյալ է ամեն անոր համար աստված զանոնք անարգ գիրքերու մատնեց որ իրենց էքերը անգամ բնական բետկը բնության թեմիով բետքի փոխեցին նույնպես ալ արուները գնոջ բնական բետկը թողուցած իրենց ցանկություններով իրարու հետ վարվեցան արուները արուներու հետ
խայդարագություն կգործեին եւ իրենց մոլությանը վայելած հադուցումը իրենց վրա կընդունեին եւ որովհետեւ ճուզեցին զասված իրենց գիտությանը մեջ պահել աստվածա զանոնք անհարկ խորհուրդներու մատնեց անվայել բաներ ընելու ինչ հստակ է աստծո խոսքը շատ հստակ է աստված ամեն բան դնում է իր տեղը իրավես եւ եթե մենք ստեղծագործության սկիզբը գնանք աստված երկու տղամարդ չստեղծեց կամ երկու կին չստեղծեց Ադամը ստեղծեց եւ նրա կողակիցը որպիսի կազմեն ընտանիք եւ սերունդ ունենան եւ այսօր հավասիկ 6000 տարի ստեղծագործությունից անցավ մենք այստեղ ենք գտնում Ճիշտ այդպես է եւ մարդ առած Աստծո ծրագրին թեմ կգնա գահագարագի ինչ որ գարտացինք միտքը գխավարի գշփոթի այո եւ գշեղի ճշմարտութենեն եւ ադոր որպես արդյունք ինքին կգտնե մոլություններու մեջ որոնք թե իր ցանկը գավրեն թե շրջանակը գավրեն այս սոցիալական ճարիքը կարող ենք ասել քաղցկեղի նման է անշուշտ այն տարածվող է եւ հետևանքները աներևակայելի բացասական են կարող եք նշել մի քանի վնասներ որոնք միասեռական կյանքը բերում է սիրով վնասներն մեկը որ հայտնի է բոլորիս այն է որ այս ընթացքը մահացու հիվանդության ենթարկե անձը անոնց մե ամենեն ցցունը AIDS կոչված հիվանդությունն է որուն արդյունքը մահ է անխուսափելիորեն ասենք նաեւ սպիդ որովհետեւ մեր հաղորդումները նաեւ Հայաստանում են հեռարձակում մեր հեռուստադիտողները այնտեղ իմանալու համար երկրորդ սակայն բացառը այն է արդյունքը վնասակար արդյունքը այն է որ մարդը մոլության քերիգն է ասիգա մոլություն մնե եւ անոր քերիգն է եւ որպես արդյունք մարդ ալ չգնար իր ցանկ գարավարել այլ աս մոլությունն է որ զինք կգարավարե եւ իր ցանկը այլևս աս մոլության շուրջ կդառնա իր բնական ընթացքին գշերի Երրորդ մեկ վնասը այն է, որ մարդս կզրգե ցանկի բնական օրհնություններն ինչպես առողջ ընտանիք կազմել, զավակներ ունենալ, թորնիկներ վայելել, ասալ եւս իրենց ցանկի մեջ գոյություն չունենար։ Չորրորդ մեկ վնասը այն է, որ ուզենք կամ չուզենք, այսպիսի ընթացք ունեցողները մարդկային ընկերության մեջ դակավին մերժումի եւ անարգանքի առագա գտարնան եւ բացի իրենց ցեղմ շրջանակներեն դուրս եւ որ գտնվին եւ գկիցվին ընթացնին բնականաբար ադիգա իրենց ցանկը ավելի դժվար գտարցնեն մարդկային ընկերության մեջ իսկ հինգերորդ բացառն աբի ուզեմ դալ հետեւյալն է որ այս աբրելագերբը մարդկային ընկերության քայքայման բացառ գլա այո որովհետև ասիգա գմերժե ընտանեկան փույնը երևակայեցեք վարյամը որ մարդկության մեծամասնությունը միասեռական դառնան ես կխորեմ որ շատ երկար չդեվեր որ աշխարհի վրա allևս մարդ քոյություն ունենալը կթատրի շատ բնական է եթե երեխաներ չեն ծնվում ինքնըստինքյան դադարում է սերունդը եւ հասնում ենք մի կետի, որ հայ մարդկությունը չպիտի լինի։ Բնականաբար, երբ այդ ընտանիքը գկայքայվի, ընտանիքին այդ փույնը գկայքայվի, մարդկային ընկերությունը վերջ-վերջը գկայքայվի։ So as ընթացքին վնասը թե անհադին վնաս է, թե իր ընտանիքին վնաս է, եւ վերջ-վերջո համայն մարդկության վնաս է։ Մենք մի քանի վարքյան հետո թաթար դառնենք եւ վիդեո մը բիթենք ադոր մեջի անհատները պիտի վգային իրենց փորձառութենեն եւ նաեւ պիտի հիշվի աս վնասները որոնք իրենց ցանկի մեջ տեսած են եւ իրենց անձնական փորձառություն եղած է մենք կխոսենք բայց երբ անցեր այս վիճակեն անցած են եւ իրենց անհատական վկայությունը մեզ պիտի ներկայացնեն ավելի տպավորիչ պիտի շատ ավելի տպավորիչ պիտի լա Սիրներ միասին դիտենք այդ տեսանյութը որից հետո կշարունակենք մեր հաղորդումը
Միտքս կերտա մանկությանս օրերուն եւ գիշեմ ինքս որպես փոքր դղամը ու գմտածեմ թեև անգարելի է այդ արդյոք գրնա իմ կյանքս ետ դառնա եւ անգամ եւս այդ անմեղ փոքր դղանը լամ գիտեմ որ ամեն մարդ երբ կմեծնա իր ամեղությունը կգործընծնե սակայն երբ այսպիսի մութ փաբուղի եմ անցած ես եւ տեսած այս կյանքի մթությունը եւ զրգումը երբ կնայեմ իմ կյանքի զրգումին ըլլա այդ սերային հարաբերության զրգուն կամ ուրիշ զրգումներ կփախցամ ետ դառնալ եւ այդ փոքր դղանը լալ ու անգամ եւս ունենալ աբակայի երազներ եւ կյանքի փորձառություններ կյանքը վայելել կյանքը որ գործընծուցի ու անցավ առանց անուշության կյանքը որ գրնար լեցունը լալ հետազոտություններով եւ մարդկային հարաբերություններով բնական հարաբերություններով եւ ամբողջությամբ գործընծուցի իմ ընդրած ուղիից պատճառով շատ արագ մեծա այսպիսի կյանքը քեզ շուտով չափահաս կդարձնե չափազանց արագ երանի գարենայի ետ երթալ եւ գարենայի կյանքը անգամ եւս ըմփոշխնել բայց դժբախտաբար անցած է կյանքս Հարև, իմ անունս Քեյսի Վինթերզ է, ես անցյալին միասերական էի։ Հաջորդ բավա ընթացքին պիտի լսեք միասերականության սրդաջմլիկ հետևանքներու մասին ու պիտի տեսնեք ընդվզեցուչ տեսարաններ։ Այս տեսարանները կգնան ոմանք անանքից տնել եւ անհարմար լալ փոքրիկներու համար։ Կուզենք ցեզ զսկուշացնել։ Պիտի լսեք անոնցմե, որ անցյալին միասերական կյանքեր ապրած են, ինչպես նաեւ մասնակիցները բժշկական եւ գիտական մարզեր է։ Կրնա լալ, որ գարկ մեդիագություններ ցեզմե ոմանց անանքից տնեն։ Խնդրեմ հասկացեք, որ մեր նպատակը ծեր անանքից տնել չէ, այլ ծեր ուշադրության հանձնել միասերականության վերաբերյալ կյանքի իրականություններ, որոնք հաճախ աննկատ կթողվին։ Նյութեր, որոնց մասին խելաց չափահասներ լրջությամբ մտածելու են։ Եթե գիտնայի, թե այս ընթացքը զիս ուր բի դաներ, ինչ բաներով մասնակից բիթարնայի, այդ գիշեր հոն չէ երթար երբեք։ Թիմին հետ այդ գիշեր հոն, այդ գիշեր սրահ գտնվեցանք, ասեմ թե մարդկային չափանիշով շատ խրախճալի դեղ մներ։ Լույսերը գփայլեին, նվակը խանթավառ էր, կարծեք ամեն մարդ ըսկանչելի ժամանակ կունենար։ Այդ էր, որ զիս գրավեց, դժբախտաբար այդ խրախճանքն էր, որ զիս հրաբերեց եւ զիս հոն բահեց։ Ես երբեք միասերականության մասին չէի մտածած, երբեք չէի խորած թե սխալ է կամ շիրակ, թե անոր հետևանքը ինչ կնարլալ։ Միայն կմտածեի, որ եթե այսօրվա երիտասարդներու հաճելի վայրը հոս է, ես ալ գուզեմ հոսը լալ։ Հիմա երբ ետ կնայիմ, թե ինչպես ծուղակ լարված էր, ամբողջությամբ իմ կամքով կամ արարքներովս չեղավ։ Երբ կհիշեմ առաջին անգամ, որ տեսա ամփարո նկարներ, 5-րդ կամ 6-րդ դասարան էի։ Դպրոցի օտոբուսին վրան էի եւ դողոցմե մեկը ցեք ցկած էր ամփարո հարաբերություններու քիրկը։ Ուրիշ տղակալ զանազան ամփարո նկարներու թերթեր գբերեին իրենց դունեն։ Այդ բոլորը իմ մեջից հետաքրքրություն հարաճացուցին, որ ժամանակի ընթացքին բնականաբար պիտի հարաճանային, սակայն շատ շուտ եւ շատ արագ եղավ։ Եվ օր մնալ բարակամը գար երբ դղումը հետ կգրվդեինք եւ արի հետաքրքրություն մեր խաղը մեզ դարավ սխալ հբումներու։ Ես պետք էր սորվեի ինչպես հաղորդակցիլ աղջիկներու հետ, ինչպես խոսիլ աղջիկներու հետ։ Կյանքս այդ բոլորեն անցավ
որովհետև այդ ամփարո նկարները ինձ ներկայացուցին աղջիկները որպես սերային արարկաներ, այդ զիս անանքից դրավ։ Ժամանակ մի հետ, երբ այդ միասեռականներու գիշերասրահ կացի եւ միասեռականներու ծանոթացա, միտքս ընդունակ էր սերային հարաբերության հիման վրա հարաբերության մտնելու, կենցաղը սկսելու։ Թիմի հետ միասեռական հարաբերության մասին չէի մտածել։ Երբ գիշերասրահ ցկեցինք, դակավին գիտակից չէի, թե ուր գերտայինք, միամիտ էի։ Մինչև դունը հասանք եւ փազգաթորին վրա նստանք եւ թիմը սկսավ շաբիկից կոճակները քագել։ Անգասկաց թիմներ նախացերնակը։ Շատ անգամ մտածած եմ, թե ինչ պիտի լար, եթե թիմը զիս այդ կաթության մեջ դրած չլար։ Եթե այդ դղան զիս այդ վիճակին հասցած չլար, այսօր իմ կյանքս շատ դարբեր կրնար ըլլալ։ Այդ օրվան հաջորդեց 11 տարիներու միասեռական շրջանակներու մասնակցությունս։ Որչափ ժամանակ կհառաջանար, այդչափ ավելի մեջս նոր ինքնությունը կազմվեր։ Ինքնությունը միասեռական երիտասարդիմը։ Որչափ որ հոն մնացի, այդչափ ավելի այդ ինքնությունը իմանցից մեկ մաս դարձավ։ Անոնք որ միասեռական ընթացքը կբռնեն, շատ անգամ գսեն, որ փոքր տարիքեն գիտակից էին, որ դարբեր էին եւ բادանեկության շրջանին նույն սերի պատկանող անհատները կհրաբուրվեին եւ գամած ամփարո դեսարաններ դիտելով եւ իրենց շուրջով ուրիշ տողոց հետ փորձեր ունելով միասեռականության ընթացքը կսկսին։ Միասեռականությունը ինքնությունը չէ։ Ոչ մեկը միասեռական չզներ, ոչ մեկ գիտական փաշ չկա։ Եթե ունիս ցույց տուր ինձի։ Ես կարդացած եմ բոլոր հետազոտությունները։ Մարդիկ կսեն շատ գիտական քննարկություններ եղած են։ Ես կսեմ արդյոք կարդացած ես ադոնք։ Ոյե մեկը որ քիչ մը կհասկանա, շուտով կտեսնի սխալները։ Շատ սխալներ կան։ Երբ կլսեմ մեկը որ գսե թե ես 4 տարեկանից գիտեի թե միասեռական եմ։ Ես հարց կուտամ թե 4 տարեկան փոքրիկը ինչ գիտե սերային հարաբերության մասին։ Բացի եթե անբնականորեն սերային դերասաններու դիմաց գտնված է։ Փոքրիկը այդպիսի բաներով մասին չմտածեր։ Ինչ որ գլա այս է, երբ մեկը միասեռական ընթացքը կսկսի, այդ կգաբե իր փոքրության, հետաքրքրության եւ անոնց միջև շարունակականությունը կենթադրե։ Գսե թե միշտ այդպես եղած է։ Իրականությունը այն է, որ երբեք գապ չունի այդ միասեռականության հետ։ Իմ հարաբերություններս, որոնց մեջ մտած եմ, իմ ուզածը սերծքելու համար էր։ Անոնց մեծամասնությունը շատ կարճադև եւ մագերեսային էին։ Հետաքրքրված չէ երբեք մեկ անցի հետ շարունակական գենակցության կյանքիմը։ Թեև շատ բարեկամներով շրջապատված էի, եկեղեցի գերտայի մարզական խաղերու կմասնակցեի, սակայն շատ առանցին կսկայի իմ կյանքի ընթացքից։ Ես համոզված եմ, որ իրարու նվիրված միասեռական կյանքը երևակայական վիճակ է։ Միասեռականներ գարմը բարականեր կգործածեն մեզ այդպես խորիլ տալու։ Սակայն ամենուր որ գտնված եմ եւ իմ մասնակիտական կորձից մեջ տեսած եմ, որ այդ ճշմարտություն չէ։ Կալով միասեռական զույգերու հարաբերության դեպության մասին, այսսեմ, որ երկու միասեռականներ հետազոտություն կատարեցին, մեկը հոգեբան էր եւ մյուսը հոգեբույժ էր, եւ քիրք հրադարեցին։ Այս քիրքի մեջ կսեն, որ 156 միասեռական զույգեր որ սերդեցին 95 առ 100 անհավատարիմ եղած էին իրարու։ Գերմանացի հոգեբույժը, որ նաև միասեռական մներ, դոկտոր Մարտին Դանեկեր, սերդած էր 900 միասեռականներ, մեկ տարվա ընթացքին եւ եզրակացուցած էր, որ 83 առ 100 անհավատարիմ եղած էին իրեն զույգին։ Եզրակացությունը այս էր, որ միասեռական զույգերու բնական վիճակը անհավատարմություն է եւ մարդ ու գին զույգերու բնական վիճակը հավատարմություն է։ Միասեռականներու մեծամասնությունը մինչև 30 տարեկան կամ AIDS գունենան կամ մեռած գլան։
Մինչ միասերականներ գշատնան, այս համաճարակի համեմատությունը պիտի ավելնա։ Որչափ որ այս կյանքի ընթացքը ավելի ընդունելի գլա, այս հիվանդությունները գշատնան։ Եվ այդպես լալու չէ, միասերականներ շատ հակամետ են վարակվելու հիվանդությունները, որովհետև իրենց կյանքի ընթացքին հարյուրավորներու հետ սերային հարաբերություն կունենան։ Ոչ թե միայն 8 կամ 10 անձերու հետ, այլ հարյուրավորներու հետ։ Մարդիկ աչափ հաճախ տարբեր դողոց հետ սերային հարաբերություն կունենան, որ անոնց 80 առ 100-ը վարագույց հիվանդությունները կբռնվին։ Այս ճշմարտությունը հեռադեսիլի միասերական հադակիրներու վրա չեն ցուցադրվի, այլ միասերական կյանքը շատ նուրբ եւ հաջերի ձևով կպատկերացվին։ Երբ միասերական սերային հարաբերությունը կատարվի, շատ հավանականություն կա, որ անձին աղիքները վնասվին։ Երբ կնստես մեկումը մահեջին քով եւ կտեսնես, թե ինչպես դժվարություն ունի շնչելու, շատ անհավանական է, որ հիվանդը ցեվացնե, որ հարց չկա։ Երբ միասերականը մահվան մոտեցած է իր հիվանդության պատճառով, բնավ հանդիպած չէ մեկումը, որ ուրախ եղած է իր միասերական ըլլալուն համար։ Բնավ չեն ասած, ինչ լավ կյանք ունեցավ։ Եթե գուզես դեսնել միասերական բադանի աբական, կնա միասերականներու կինեդունը արդվա ժամը 2-ին, երբ խրախճանքը վերջացած է եւ նվակն ալ թատրած։ Նայե ձերացած միասերականներուն հոն նստած առանցին։ Միասերականության ընթացքը լեցուն է միշտ ցավով։ Միասերականությունը ինքնությունը չէ, այլ վարմունք մնե։ Կսկսի խորհուրդներով եւ երբ կործատրվի վարվելագերբ կդառնա։ Որևէ մեկը միասերական չծնիր։ Որչափ ավելի կործատրվի, այդչափ այդ կյանքը դխուր կդառնա, որովհետև այդ բուժում չդար, կոհացում չդար։ Այդ պատճառով միասերականներու մեջ կտեսնենք բարձր չափանիշով հիվանդություն, անձնասպանություններ, կինոմոլություններ եւ ունակություններ։ Ինչ որ զիս անձնասպանության մղեց այն է, որ ամեն ինչ փորձած էի եւ ամեն բան ունեի տակավին, սակայն ոչինչ չունեի կարծեք։ Այս կյանքի մեջ աբակա չկա։ Աբակա գա, բայց դխուր աբակամը։ Դիգինիդ հետ սիրահարվել չկա, միասին ձերանալ չկա, թորնիկներ չկան, միայն առանցին մնացած ձեր մարդ մգա։ Ինչ տեսակ աբակա է այդ։ Ինչպես կրնանք մեր երդասարտները այդպիսի աբակայի մղրգել։ Սեպտեմբեր 3, 1986-ին Մայքլ Ջոնստոն էձե վարակված գտնվեցավ։ Ասի այս ինձի չի կրնար բադահիլ։ Այդ օրեն սկսյալ կյանքս փոխվեցավ։ Ալ կյանքս չէր կրնար նույնը լալ։ Ալ ետ թարնալ չգար, կարեի չէր շտկել, կարեի չէր թարնալ և դարբեր որոշում արնել, ալ վերջացավ, ալ թեմակրավելու ես իրականությունը, մահվան հետ ապրելու կյանք մներ, որ սկսած էր, որ զիս մահվան բիդաներ։ Աղասիկ սերներ վերադարձանք, կարծում եմ այդ վկայությունները ինքնին տպավորիչ էր, խոսուն էր, դուք ինքներդ կարող եք վերլուծել և ենթադրություններ անել։ Զարե եղբայր, կուզեի հարցում տալ, արդյոք միասեռականությունը մեղք համարվում է թե ոչ։ Չէ՞ որ այս չափ հակառակվողներ կան, որոնք ուզում են
հավասարություն, որոնք ուզում են, որ այդ ապրելաձևը հասարակության մեջ ընդունվի իբրև նորմալ ապրելաձև եւ նշում են անգամ նրա առավելությունները։ Ես հիշում եմ Հոլիվուդի աստղերից մեկը, որ այդ կյանքի մեջ է ապրում եւ որդեգրած մի զավակ ուներ, ասում էր թող նրանք, ովքեր որ մեզ քննադատում են, թող գան մեկ շաբաթ մեզ հետ ապրեն եւ տեսնեն մենք ինչպիսի խնամք ենք տանում այս երեխաներին, ինչպիսի սեր կա մեր ընտանիքների մեջ։ Մեղք է այդ ապրելաձևը, թե ոչ։ Վարդան եղբայր նախ բացատրենք թե ինչ է մեղքը։ Այո։ Մեղքը Աստուծո բادوերին հագարակ թիրքավորում կամ արարք է։ Այո։ Աս բացատրության հիման վրա թարնանք հիմա Աստվածաշունչին եւ նայենք թե Աստվածաշունչը ասնույթի մասին ինչ կսե, ադոր հիման վրա գրնանք գիտնալ թե մեղք է թե ոչ։ Բիդուզեմ գարտալ միան համարմը եւ նայեցեք շատ հստակ է Աստծո խոսքը, գսե արուի հետ գնոջ հետ բարգելու բես չբարգիս բղծություն է այն։ Գտեսնես Աստծո խոսքը բղծություն բառը կորցած է, ոչ թե միան մեղք, այլ շատ ավելի զորավոր բառը, այդպիսի ընթացքին նկատմամբ, անշուշտ թե մեղք է։ Այո, Աստված ժամանակին Սոդոմը եւ Գոմորը ավերեց միայն այն պատճառով, որ այնտեղ այդ մեղքը կար, եւ մենք գիտենք այսօր այդ մեղքը կոչվում է սոդոմական մեղք։ Ենթադրենք մի միասեռական մեռավ, կարող է նա երկինք գնալ։ Վարդան եղբայր գիտես, եթե այսօր ջամփա ելես եւ փողոցը քալով մարդոց այս հարցումը ուղես, վստահ եմ որ թերութեմ պատասխաններ պիտի ստանաս այսօր։ Հենց այդ նպատակով տվի, որովհետեւ ասում են որ նրանք ովքեր որ միասեռական կյանք են վարում, շատ ավելի բարի են, շատ ավելի համբերող են, շատ ավելի օգտակար են հասարակությանը, ջանում են իրենց ընկերական շրջապատում բոլորի հետ լավ հարաբերություն ունենալ։ Ինչն է պակաս նրանց երկինք գնալու։ Ճիշտ այդպես, այո։ Բայց հիմա ես ալ գնամ իմ խաղապարս տալ։ Այո։ Եթերևս անոնք որոնք մեզ գտեն գսեն որ թունալ մեկ խաղապարը ավելցուցիր միսերու շարքին։ Ադոր համար ես փոխանակ իմ խաղապարս տալու եւ քոհանալու ադով գուզեմ որ մեր սիրելիները Աստվածաշունչին խաղապարը լսեն։ Ամեն։ Եվ ես գուզեմ որ իրենց ականջներով Աստծո խոսքին քրությունը լսեն եւ ադով տեսնեն թե այդպիսիներ արդյոք երկինք գերտան թե ոչ։ Եվ գարտամ ցեզի համարը երկու եւ խնդրեմ մտի գրեք։ Նայեցեք Աստծո խոսքը ինչ կսե։ Խնդրում եմ նշեք թե որ տեղից է կարդում։ Առաջին Կորինթացիս 6-րդ գլխուն 9 եւ 10 համարները պիտի գարտամ եւ այսպես գրված է։ Չեք գիտեր որ անիրավները Աստծո արքայությունը պիտի չժարանքեն։ Մի խապվիկ։ Ոչ բորնիկները, ոչ գրաբաշները, ոչ շնացողները, ոչ իքացյալները, որ լեսբին կնշանակե, ոչ արուակետները, այսինքն գեյերը, ոչ քողերը, ոչ ակահները, ոչ քինովները, ոչ նախադողները, ոչ հապշտագողները Աստծո թագավորությունը պիտի չժարանքեն։ Աստծո խոսքը շատ հստակ է, ասուլությամբ, այսինքն ոչ մեկ դեղ չգա գասկածելու եւ գլարբեր խաղապարներու արիք դալու։ Սակայն բան մուգզեմ ասել։ Չեմ ուզել որ անոնք որոնք մեզ մդիկ կնեն եւ գտիդեն սխալ հասկանան։ Անոնք որոնք միասեռական են եւ միասեռականության մեջ կշարունակեն Աստծո խոսքը հստակ կնե որ այդպիսիներ պիտի չժարանքեն Աստծո թագավորությունը։ Սակայն այդ չնշանակեր որ միասեռականը չգրնար Աստծո թարնալ։ Միասեռականը եթե Աստծո թարնա, իր մեղքին կիդակցի, մեղքը խոստովանի ու ապաշխարե եւ Քրիստոսով իր մեղքերու ներում գտնե, անշուշտ թե գրնա Աստծո թագավորությունը մտնել։ Այո։ Ուրեմն բալասխանը սեդեվյալն է, միասեռականը եթե իր վիճակի մեջ մնա, ոչ, երկինք չգրնար երթալ, բայց եթե ապաշխարե ու թարնա իր ջամփեն, անշուշտ թե ինքն ալ գրնա երկինք հասնել։ Այո։
Աստված վկայում է, որ միայն մեկ մեղք կա, որ չի ներվում, դա էլ Սուրբ Հոգու դեմ եղած հայությունը։ Իսկ քանի որ Սուրբ Հոգին վկայում է Քրիստոսի փրկիչ լինելը, ուրեմն միայն այդ պարագային է, որ ներում չկա, բայց այս պարագային, եթե մեկը այս կյանքի մեջ է եւ իրապես սրտի ապաշխարություն ունենա, Աստված իր մեղքերը պիտի սրբի չհիշելու պայմանով, ինչպես ձյունը ջերմակի, այդպես պիտի ջերմակացնի, ամեն մեղքերը պիտի մաքրվի նրա վրայից։ Կարող է մեկը լինել միասեռական եւ միաժամանակ իրեն հավատացյալ կոչել։ Գիտես այդպիսիներ կան եւ լսած եմ թե իրենց փաստորությունը ինչ եղած է, թե ինչպես կրնան իրենք հավատացյալ կոչել։ Ավելի շիտակ է իրենք հավատացյալ գսեբեն։ Այո։ Հետևյալ մտածելակերպը կամ տեսանկյուն ներկայացուցած են։ Գսեն Աստված սեր է եւ Աստված բոլոր մարդիկը գսիրե եւ ամեն ինչ որ սիրո հետ գաբ ունի Աստծո համար ընդունելի է եւ գսեմ մենք միասերականներս իրարու մեր սերն է որ գահայտնենք եւ քանի որ մեր ռածը սեր արտահայտել է ուրեմն Աստծո համար ադիգա լավ բան մնե եւ Աստծո գոմե ընդունելի է եւ ո՞յ մեկը պետք է արարգե անոր սակայն թշփախտապար աս քաղաքարը հարաճ կուքա զասված սխալ ճանչնալեն Աստծո մասին սխալ քաղաքար ունենալեն ինչ որ գործընծնեն կամ ինչ որ չեն դեսներ այն է որ ճիշտ է որ Աստված սեր է սակայն Աստված նույն ժամանակ սուրբ Աստված է ամեն Աստված մարդիկը գսիրե սակայն նույն ժամանակ Աստված չգրնար բողջության հանդուրժել այո եւ երբ որ մարդիկ մեղքի մեջ կշարունակեն այդ մեղքը իրենց եւ Աստծո միջև բադմը կգազմե եւ այդ բադը գարքիլե Աստծո սերը իրենց հասնելեն ճիշտ է որ իրենք կսեն Աստված սեր է այո բայց քանի որ իրենց մեղսալից յանքը գկոցե Աստծո արչեվը Աստծո սերը իրենց չհասնիր ուրեմն իրենց վիճակը Աստծո համար անընդունելի եւ անհասանելի վիճակ մնե եւ բնականաբար այդ իրենց դված փաստադրությունը հիմ չվերցներ վերջերս ամերիկյան մեկ հարանվանության մեջ Ռոբինսոն անունով մեկին արքեպիսկոպոս ընտրեցին, որ բացահայտ ինքը միասեռական էր եւ այդ մասին ինքը արտահայտվում էր հետաքրքիր է որ քվեարկեցին որ այո նա կարող է այդ պաշտոնի վրա լինել եւ այդ հարանվանության հարող շատ եկեղեցիների մեջ բաժանումներ եղավ եւ շատերը մատնացույց արեցին որ Աստված արդար է Աստված մեղքը չի կարող տանել հետեւաբար Աստծո պատիժը պիտի գա միևնույնն է այդ գործը եղավ եւ այդ մարդը այսօր իր պաշտոնի վրա է եկեղեցի է վարում Աստծո սերն է քարոզում բայց ինքը բացահայտորեն Աստծո օրենքները ոտնակոխած է եւ այն ինչ որ նշեցիք պղծության մեջ է բնականաբար գարնգալեմ որ այդ անձը Աստծո սրբությունը երբեք չքարոզե այո եւ միան Աստծո սերը քարոզե որովհետեւ մարդիկ ադով քնանան եւ իրենց մեղքին չգիտակցին Աստված մեղավորը գսիրե բայց մեղքին չհանդուրժեր այո եւ մեղքը իրեն համար անընդունելի է գանք նորից Աստծո տեսանկյունին Զարի եղբայր եւ դիտարկեք միասեռականությունը Աստծո տեսանկյունից ամբողջությամբ Վարդան եղբայր քիչ առաջ արտահայտվեցանք Աստված մարդիկը շատ կսիրե Աստծո խոսքը մեզ հստակ կսե որ Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին տվավ որովհետեւ ամեն ով որը հավատա չգործվի հավահավիներական կյանք ունենա այս ամեն ով որ հավատան միասեռականներուն համարալ ճշմարտություն է Աստված միասեռականներն ալ գսիրե եւ միասեռականներուն համարալ Քրիստոս մերավ Աստված իր սերը զոր ուներ մեր վրա հայտնեց որ երբ թեր մեղավոր էինք Քրիստոս մեզ համար մերավ բոլորս ալ մեղավոր էինք միասեռականները իրենց մեղքերով մենք ալ մեր մեղքերով բայց երբ Քրիստոսի եկանք մեր մեղքերուն գիտակցեցանք խոստովանեցանք ներում խնդրեցինք
Հիսուսի շնորհքով Աստված մեր մեղքերը ներեց, մեզ ընդունեց։ Ուրեմն Աստված այսօր Դագավին իր սերը շնորհքը երկարած է բոլոր մեղավորներուն մեջ ունենալով միասերականները, ուրեմն եթե միասերական մոգուզե Աստծո դառնալ թուրը Դագավին փած է, արիտկա իրենք հարգնան Աստծո դառնալ եւ Աստծո գոմե ընդունվել։ Պայմանով որ անշուշտ եւ որ գաբաշխարեն իրենց սխալ ջամփային ալ գթարնան։ Հիշում եմ, սայից մոտարապես 1.5-2 տարի առաջ էր CNN-ի վրա մի վիճաբանություն էր գնում, մի կողմից միասեռականներ էին, մյուս կողմից նախկին միասեռական եւ նրանց մեջ վիճաբանություն էր գնում այս անձը, որ այդ պղծալից կյանքից դուրս էր եկել, կարծես իր կուրծքը ծեծում էր, ասում էր. Գիտակցեք, որ դուք մեղքի մեջ եք։ Հիսուս Քրիստոս ինձ փրկեց այդ վիճակից։ Նա նույնը կարող է անել ձեզ, եթե դուք ուզեք։ Ձեր սիրտը իր առջև բանակ, ինքը ձեզ այս վիճակից պիտի հանի եւ դուք պիտի փրկությունը ժառանգեք։ Շատ տպավորիչ էր։ Մտածում եմ Երանի թե ամեն մեկ անձ, որ այս կյանքի մեջ է, գիտակցի եւ սատանայի այդ ճիրաններից ազատվի։ Չէ՞ որ սա սատանայի մեկ խապկանքն է, որ մարդկանց գրավելը եւ այսպես միջև դժոխք կարող է տանել։ Որևէ մոլություն շղթամն է, Այո։ որը միջոցով սատանան մարդը կգաբե, որ չգարենա Աստծո դառնալ։ Բայց Աստված ավելի զորավոր է։ Ամեն։ Եթե անձը խոնարհի եւ խոստովանի իր մեղքը, աչղտային գազադե զինք Աստված։ Սատանայի իշխանությունից պիտի վերցնի եւ իր որդու թագավորությունը պիտի փոխադրի։ Զարի եղբայր, մենք քրիստոնյաներս ինչպիսի դիրք պիտի գրավենք միասեռականների հանդեպ։ Լավ հարցում է Վարդան եղբայր։ Հիսուս մեզ հստակ բادرած է ասելով քո ընկերդ սիրես քո անձիդ պես։ Այո։ Ադիգա գենթատրե բոլոր մարդիկը, որոնց կհանդիպենք մեր կյանքի ընթացքին։ Մարդիկը, որոնք ուղիղ կյանքեր գաբրին, կամ սխալ ջամփաներու մեջ են, մարդիկ, որոնք պետք ունին մեր օգնության, Հիսուս կբادرե, որ մենք իրենք սիրենք։ Միասեռականներն անոնց մեջ կինան։ Բոլոր մարդոց նման իրենք ալ մարդ են եւ օգնության պետք ունին։ Եվ մենք պետք է մեր սերը հայտնենք իրենց հանդեպ եւ մենք իրենց ցույց տանք, որ ազատության միջոց կա, մենք գարդահայտենք, որ միասեռականությունը սխալ ընթացք է, Այո։ սակայն պետք չէ անարգենք միասեռականները։ Մենք պետք է իրենք սիրով խրադենք, սիրով իրենց մոդենանք եւ օգնենք, որ ազատվին իրենց վիճակեն։ Ուրեմն մեր թիրքը միասեռականներուն հանդեպ սեր ցույց տալ է առանց հաստատելու իրենց ընթացքը եւ օգնելու իրենց, որ գտնեն ազատության միջոցը եւ դուրս գան այդ իրենց վիճակեն։ Երբ մի հերոստատիտող հերաձայնեց եւ ասաց, որ հայ միասեռականների վեբսայթ կա ինտերնետի վրա եւ շատ վրդովված էր, ես ուղղակի այդ վեբսայթը մտա նայելու համար հետաքրքրություն ինձ տարավ այնտեղ մի քանի օր ինքս ինձ չէի գտնում որ այս չարիքը այս քաղցկեղը մեր հայրենիներին էլ է գրաված Ճշմարտաբար եւ իմ սրտիս աղոթքն է որ Աստված նրանց ազատի այդ վիճակից եւ Աստված այդ զորություն ունի մենք մարդիկս տկար ենք անկարող ենք որովհետեւ չես կարող մեկին այդ վիճակից դու դուրս անես բայց Աստված իր հոգի միջոցով կարող է հանել անշուշտ եւ այսօր կան նաեւ այնպիսի ընկերություններ ինչպես լսած եմ որոնք քրիստոնեական ընկերություններ որոնք մասնահատուկ գործունեություն ունեն որպիսի միասեռականներին այդ իրենց սխալ ճանապարհից յետ բերեն Աստծո զորությամբ եւ իրենց թափած ջանքերով նրանց հոգ տանելով այնպես որ այն հերոստատիտողներ ովքեր որ հետաքրված են ես սիրով այդ
ընկերությունների անունները նրանց կարող եմ տալ հարավային Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներում դրանք գործում են նրանց գործունեությունը միայն Աստծո փառքի համար է ընծայված ուստի եթե կան այդպիսիները խնդրում ենք մեզ հեռաձայնել պաստառի վրա երևցած համարներով իսկ այժմ երբ որ մեր հաղորդման վերջավորությանը հասանք Զարի եղբայր պիտի խնդրեի որ ձեր սրտի փափագը ձեր պատգամը տայք մեր հեռուստադիտողներին թերևս այսօր ոմանց այդ փրկությունը պիտի լինի նաև ուրիշներ որոնք այս կյանքի մեջ չեն բոլորս էլ մեղավոր ենք աշխարհի վրա եւ բոլորս էլ պետքություն ունենք ապաշխարության մեր մեղքերից դառնալու եւ Քրիստոսին մեր Տերը եւ Փրկիչ ընդունելու խնդրեմ խոսքը ձերն է եւ վերջում էլ ապաշխարության աղոթքը շնորհակալ եմ սիրելիներ մեզ դիտեցիք մեզ մտիկրիկ այսօր այս կարևոր նյութին առնչությամբ եւ հավատամ որ նկատեցիք որ սրդի ցավով գարդահայտվեինք հատկապես գիտակցելով որ մեր ասկին մեջալ կան անհատներ որ այս սխալ ջամփան բռնած են եւ մոլի եղած են այս ընթացքին ինչ որ գուզենք ցեզի ասել եւ փորձեցինք Վարդան եղբորը ցեզի բացադրել որ ասիգա չվայլեր մեր ասկին հատկապես մենք որ քրիստոնյա եղանք ասկովին որպես առաջին ասկը եւ այսօր ահավասիկ աշխարհի ընթացքը բռնածենք եւ ասմիսի մոլություններուն արիտ տվազենք մեր կյանքին մեջ Աստծո խոսքն հստակորեն գսե որ ասիգա մեղք է եւ ասընթացքի մեջ եղողները հավիտյանապես պիտի կորսվին մեր փափակն է որ ամեն մեկ հայորդի որ ասընթացքի մեջ է այսօր արդեն նա եւ դեսնե որ ասիկա սխալի եւ վնասագար վիճակ մնե վնասագար անհադին ընտանիքին ասկին խնդրեմ լուրջ մտածենք այսօր մասին եւ այսօր գիտակցինք որ ազատության միջոցը դակավին գարելի է ամեն մեր Փրկիչը Հիսուս Քրիստոս կրնա ազատ արձակել ամեն մեկ մարդ իր մոլություններեն իր մեղքեն եթե այսօր գուզեք ազատվիլ խնդրեմ նախ ապաշխարեցեք Քրիստոսը ընդունեցեք ձեր սրդի մեջ եւ խնդրեցեք որ ձեր մեղքերը ներե եւ ձեզ իր զավակն է եւ հետո խնդրեմ այդ համարին հերացայնեցեք որ ձեզի ուղղություն տանք որբեսի պետք եղած օգնությունը գայրնակ գտնել եւ վերջնականապես ազատվիլ այս վիճակեն եւ վստահ եմ թե դուք պիտի ուրախալաք թե ձեր ընտանիքը եւ ձեր սիրելիները եւ Տերը օրհնեցես աղոթենք երկնավոր Հայր Փառք ու դանք որ դու ճշմարիտ Աստված ես եւ մարդ առածը շատ կսիրես եւ չես ուզե որ մարդ իր մեղքի մեջ մնա եւ գործվի անոր համար է որ Հիսուս աշխարհ եկավ խաչվեցավ մերավ հարություն արավ որբեսի մեզ ազատ արձակե մեղքի իշխանութենեն այսօր որ խոսեցանք այս դժվար նյութին մասին գաղութեմ ով դեր որ թուն դպնաս այն սրդերուն որոնք այս դժվարությամբ կդարաբին եւ ազատություն կփնտրեն թուն իրենց աչքերը փանաս եւ թուն Սուրբ Հոգիով զիրենք համոզես որբեսի ուզեն խոնարհիլ քո արչեվդ եւ իրենց մեղքերու թողություն գտնեն ով դեր անոնք որոնք այս բահուն գտիդեն եւ գուզեն հիմա քեզի դառնալ կխնդրեմ ով Աստված իրենց սրդին աղոթքը լսես եւ զիրենք քու զավակը դնես Փառք կտանք քեզ երկնավոր Հայր որ դակավին մեզ կսիրես եւ աս շնորհքի թուրը մեր արչեվը բաց է գաղոթեմ որ այսօր մեր ասկայիցներեն շատեր քեզի դառնալով ամեն քու թակավորության մեջ մտնեն եւ հավիտյանությունը ժառանգեն Հիսուսի անունով կխնդրեմ ամեն ամեն Զարի եղբայր Տերը մեծապես օրհնի ձեր մասնակցության համար սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի ամեն Գոհացեք Տերոջմեն, վասնզի բարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտյան է։
Թող այսպես ասեն Տերոջը փրկածները, որոնք փրկեց թշնամիին ձեռքեն ու հավաքեց զանոնք երկիրներեն, արևելքեն, արևմուտքեն, հյուսիսեն ու ծովեն։ Անոնք մոլորեցան անապատին մեջ, անջուր ճամփու մեջ, բնակելու քաղաք չգտան։ Անոթի ու ծարավը լալով հոգինին իրենց ներսիդին կմարեր։ Տերոջը աղաղակեցին իրենց նեղությանը մեջ եւ անիկա փրկեց զանոնք իրենց տառապանքներեն ու զանոնք ուղիղ ճամփու մեջ առաջնորդեց, մինչև որ բնակելու քաղաքը հասան։ Թող գոհանան Տերոջմեն իր ողորմությանը համար, հրաշքներուն համար, որ մարդոց որդիներուն հրավ։ Վասնզի անիկա ծարավցած հոգիները կհագեցնե, անոթեցածը բարությունով կլեցնե։ Անոնք խավարի ու մահվան շուքին մեջ կնստեին, տառապանքով ու երկաթով կապված էին։ Քանզի Աստծո խոսքերուն հակառակ կեցան, բարձրյալին խորհուրդը անարգեցին։ Ուստի անիկայալ նեղությունով խոնարեցուց անոնց սիրտը։ Ինքան ու օգնակամը չկար։ Տերոջը աղաղակեցին իրենց նեղությանը մեջ ու զանոնք փրկեց իրենց տառապանքներեն։ Զանոնք խավարեն ու մահվան շուքեն հանեց։ Անոնց կապանքները կոտրտեց։ Թող գոհանան Տերոջմեն իր ողորմությանը համար, իր հրած հրաշքներուն համար, որ մարդոց որդիներուն հրավ։ Տերոջը կաղաղակեն իրենց նեղությանը մեջ ու կփրկե զանոնք իրենց տառապանքներեն։ Իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք, կազատե զանոնք իրենց կործանում են։ Թող գոհանան Տերոջմեն իր ողորմությանը համար, իր հրած հրաշքներուն համար, որ մարդոց որդիներուն հրավ։ Գոհության պատարակներ թող մատուցանեն ու անոր գործերը ցնծությամբ պատմեն։ Թող գոհանան Տերոջմեն իր ողորմությանը համար, իր հրած հրաշքներուն համար, որ մարդոց որդիներուն հրավ։ Թող բարձրացնեն զանիկա ժողովրդի մեջ ու ծերերուն ացյանին մեջ թող գովեն զանիկա։ Գետերը անապատներու կդարձնե, ջուրերուն գնացքները չոր երկրի ու պտղաբեր երկիրը աղի երկրի, անոր բնակիչներուն չարությանը համար։ Անապատը ջուրերու լիճի կփոխե, ու չոր երկիրը ջուրերու գնացքի եւ անոթիները հոն կբնակեցնե, որպեսի բնակելու քաղաքը հիմնեն ու արտեր հերկեն ու ցանեն ու այգիներ տնկեն, որպեսի պտուղ բերեն։ Զանոնք կորնե ու անոնք խիստ կբազմանան։ Անոնց անասունները չի պակսեցներ։ Նորեն կպակսին ու կցածնան բռնություն է, նեղություն է ու տրտմություն է։ Անարգան կթափե իշխաններուն վրա ու զանոնք ճամփա չունեցող անապատի մեջ կմոլորեցնե։ Բայց աղքատը խեղճություն է կբարձրացնե, անոր տոհմերը ոչխարներու հոտի պես կնե։ Ուղիղները պիտի տեսնեն եւ ուրախանան, բայց ամեն անօրենություն իր բերանը պիտի գոցե։ Ով է իմաստուն, որ այս բաները պահե, անիկա Տերոջը ողորմությունները պիտի հասկանա։ Ալելույա։